Բարև ձեզ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast։ Այսօր ձեզ հետ ես եմ Արաջ Ալաբյանը, Արտем Զաքարյանը եւ մեր հյուրն այսօր Ռուբեն Հայրապետյան, Մատենա բիզնես դպրոցի համահիմնադիր եւ տնօրեն։ Բարև ձեզ, բարև, շնորհակալություն հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ, շատ հաճելի է եւ կարծում եմ բավականին հետաքրքիր թեմաներ ունենք քննարկելու։ Երևի կխնդրեմ մի քիչ քո background-ից սկսես, ինչից ես սկսել, դրամաբանորեն ոնց է կարա հասար Մատենային, բայց մինչև Մատենան էլի, որովհետև փորձառությունդ այդ թվում եւ մեր հանրային կրթական համակարգի հետ կա, դա լավ ոնց որ հետաքրքրող թեմաներից մեկը էլի։ Այո, դե փորձառությանս մեծ մասը կապված է եղել իհարկե կրթության, գիտության, գիտելիքի հետ, բայց ընթացքում նաև զբաղվել եմ այլ տեսակի գործունեությամբ, նաև մասնավոր բիզնեսում եմ աշխատել արտադրության ոլորտում, բայց առավելապես ես միշտ պատկերացրել եմ, որ ես երկրի վրա պետք է փորձեմ իմ ուժերի ներածի չափ ազդեցություն ունենալ, մաքսիմալ ազդեցություն եւ այդպես համենայն դեպս ինքս ինձ համար միշտ եկել եմ այն եզրակացության, որ դա կրթությունն է։ Իմիջիայլոց ես արծում երկուսս էլ դասավանդում ենք։ Հա, դե նշանակում է իրար լավ կհասկանանք եւ այդ ընթացքում իհարկե ես ավելի ակտիվ սկսեցի զբաղվել նաեւ դասավանդման աշխատանքով, թափես այն ինչ որ կապված է ավելի մեծ քանակությամբ մարդկանց հետ քո գիտելիքը փորձամտությունները կիսելու գործընթացին եւ տնտեսագիտական համալսարանում արդեն տարիներ անց նշանակվեցի ռեկտորի պաշտոնակատար, որտեղ որ մեծ պլաններ կար փոփոխությունների, իհարկե չստացվեց, համենայն դեպս այն մասշտաբներով, ինչ որ ես ցանկանում էի, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խոչընդոտների պատճառով, հետո դրանից հետո այդպես մի գաղափար եկավ իմ եւ մեր թիմի մոտ, որ եթե պետական համակարգում, պետական կրթական համակարգում այդ փոփոխությունները հնարավոր չի իրականացնել, ուրեմն տարբերակը մասնավորը ստեղծելն է եւ իսկ այդ թեման ոնց է փակենք օրինակ ընդհանրապես անհույս է պետական համակարգում ինչ որ բան ես էլ քոպես փորձառություն ունեմ մի քիչ այլ ոլորտում առանձին երևի թեմա է փոփոխությունների հենց սկսում ես փոփոխություններ անել անգամից ամեն կողմից դիմադրություն է սկսվում ու իրականում տենց մի քիչ գոտկատեղից ներքև նաև դիմադրությունն է սկսվում էլի դե ցավոք պետական կրթական համակարգերը շատ ավելի բարդ է փոխել այս պահին, քան մենք հնարավորություն ունենք անելու դա մասնավոր ոլորտում, բայց Արաջան, ես չի ասի որ անհնար է, ես մինչև հիմա հույս ունեմ, որ այդ փոփոխությունները կարող են գալ նաև պետական համակարգում, եթե իհարկե լինի համապատասխան առաջնորդություն։ Մենք իսկ պիտի փոխվի, թե պիտի թողենք իրանք իրենց մահով մեռնեն, էլի։ Այդ հարցը միշտ եղել է իմ մոտ, երկար մտածել եմ այդ հարցի մասին։ Երբ որ ես շատ հետաքրքիր գաղափար է, բայց երբ որ ես փոփոխությունների մասին խոսում եմ, դա նաև սցենարներից մեկն է, այսինքն ես չեմ բացառում, որ այդ տրանսֆորմացիան, այդ փոփոխությունը լինի նրանով, որ գործող համալսարանները ի վերջո գան ինչ-որ մի հանգրվանի, որ հասկանան, որ ամբողջությամբ իրենք պետք է գոյություն չունենան եւ նոր մոդելի համալսարաններ են մեզ պետք։ Ընդ որում սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին։ Ես ունեմ խորքային համոզմունքը, որ ներկայումս աշխարհում շատ խորքային լուրջ տրանսֆորմացիաներ են տեղի ունենում եւ այո, դրա հետևանքով ավանդական ֆորմալ կրթությունը ճգնաժամային իրավիճակում է եւ չեմ բացառում նաեւ այդ տարբերակը, բայց դա կրկին սցենարներից մեկն է, այսինքն մենք պետք է ունենանք ավելի լավ կրթական հաստատություններ, որոնք որ իսկական կրթություն են մատուցում։ Ես ինչու եմ ասում իսկական կրթություն, որովհետեւ հաճախ մեր ժամանակներում այդ իսկական եւ կեղծ կրթության միջև տարբերությունը շփոթվում է որակյալ եւ անորակ կրթության կամ ցածր որակ կրթության գեղարվեստական բանավեճի հետ, որ իրականում մենք գործ ունենք իսկության խնդրի հետ։ Կրթությունը իսկական չէ շատ դեպքերում։ Այ որ իսկական է, այդտեղ արդեն որակի հարցեր կարող են առաջանալ։ Այդ թեմայով մի հատ էլ մի քիչ խորացնեմ։ Նա երբ որ ամերիկյան համալսարանը ստեղծվեց սրանից 34-5 տարի առաջ, այնտեղ մենակ մագիստրական ծրագրեր էին, ու դրա նպատակը նա էր, որ ամերիկյան համալսարանը չմրցակցի մեր պետական համալսարանների հետ։ Հետո մոտավորապես մի 10 քանի տարի առաջ իրանք ռազմավարական հետազոտություն պատվիրեցին եւ այլն,
առանց խորանալու մանրամասների մեջ, բայց ի վերջո եկան այն եզրակացությունը, որ բակալավրիատ հիմնեն, քանի որ իրականում 20 տարի անցել էր եւ մեր պետական համալսարանները որևէ ձևով առաջ չէին գնացել դեպի քո ասած որակյալ կամ իրական կրթությունը եւ եկան այդ որոշմանը, որ բացեն բակալավրիատ, այդ մի բանն է։ Երկրորդը ես որ ցերեկները մեկ-մեկ գնում եմ համալսարան, տեսնում եմ, որ այն ինչ-որ ժամանակին տնտեսագիտականի ժողովի, ավելի տնտեսագիտականի դիմացներ կատարվում, հիմա ամերիկյան համալսարանի դիմացն է։ Մեքենաների տեղ չկա, այն կոնտինգենտը, որ մի քիչ վճարունակ էր ու ձգտում էր այդ ավելի մոդայիկ կրթությանը, հիմա տենց եկել է ամբողջությամբ ամերիկյան համալսարան, իր հետ բերելով նաև ունեցած որոշակի վատ բաներ, այսինքն տարբերություն կա բնականաբար, բայց ամերիկյան համալսարանն էլ այն կարողությունը չուներ, որ ամբողջությամբ հաներ բանից ու դու հասկանում ես նաև որ կրթությունը այդ մենակ համալսարանը չէ, նաև մենք բոլորս ենք, էլի, որ ուսանողը գնում է իր պատկերացումներով, իրանց տան պատկերացումներով, թե ինչպես պետքա սովորել, հա, գալիս են, չգիտեմ, ասենք այդ դասախոս դեկանատի ոնց որ խնդիրը չկա, բայց մեկի առաջա գալիս պլագիատի խնդիրը, որովհետև միևնույնն է փող տալ գնալ եւ չսովորելու ավանդույթը մեր մոտ բավականին նստած է, էլի։ Արա ջան, համաձայն եմ, ու իմ կարծիքով դա ի սկզբանե ամենալուրջ ռազմավարական այսպես սխալներից մեկն է եղել, երբ որ մենք փորձել ենք պետական բուհերին, համալսարաններին այդ բացառիկությունը շնորհել, ոնց որ դու ես ասում, ստեղծվել է ամերիկյան համալսարան եւ միայն մագիստրոսական ծրագիր է իրականացնում, որպեսզի չմրցակցի, բայց ինչու չմրցակցի։ Այստեղ էս հարցը իհարկե ընդհանուր երկրի զարգացման, տնտեսության զարգացման տրամաբանությունից շեղված է։ Եվ հետո իրականում գալիս ենք մի արդեն իրավիճակի ենք հասնում, որտեղ որ բնական գործընթացները առաջարկի եւ պահանջարկի այսպես խեղաթյուրված վիճակը կրթական ոլորտում նաև ամերիկյան համալսարանում է ձևավորում այդ իրավիճակը, որովհետև կրթությունը ավելի լայն համակարգ է, ես լիովին կիսում եմ այդ կարծիքը եւ այստեղ շատ հաճախ առաջ է գալիս այդ միտքը հենց նույն կոնտեքստում, որ մարդիկ ասում են պետք է սկսել դպրոցներից, պետք է սկսել մանկապարտեզից եւ այլն։ Ես որպես մենեջմենթի ոլորտի մասնագետ ես արտահայտության հետ կապված մի ֆունդամենտալ թերություն խնդիր եմ տեսնում։ Լավ, պետք է սկսել, շատ ճիշտ է, բայց ով պետք է սկսի մանկապարտեզից, ով պետք է սկսի դպրոցից։ Եվ այստեղ է հենց այս տրամաբանության, որ ամբողջությամբ մենք կիսելով այդ գաղափարը, որ ներքևից պետք է սկսել, եւ նաեւ դրա միջոցով գալով են տրամաբանական եզրահանգման, որ պետք են սկսողներ, մենք եկանք այդ եզրակացության, որ պետք են առաջնորդներ, իրական առաջնորդներ, որոնք սկսելու են, պետք է սկսեն ինչ-որ տեղերից։ Եվ մոտարապես այս նույն տրամաբանական հաջորդականությամբ ու սկզբունքով ստեղծվեց առաջնորդության դպրոցը Մատենան։ Ես ունեմ հետևյալ հարցը, արդյոք պետական համալսարանների որակի վրա չի ազդում այն խորքային հասարակական խնդիրը, որ ծնողների մեծ մասը դիտարկում են համալսարանը որպես դիպլոմի տեղ, այսինքն երեխան պետք է գնա ոչ թե ստանա օգտակար կրթություն, այլ երեխան պետք է գնա ստանա դիպլոմ, որտեղ պետք է ունենա դիպլոմ, ու հենց դրա պատճառով, քանի որ պահանջարկը դիպլոմ ստանալու նկատմամբ է, չկա պահանջարկը, կամ քիչ պահանջարկը օգտակար կրթության։ Այդ դեպքում միգուցե մեր համալսարանները հենց կատարում են այդ պահանջարկի առաջարկը։ Բարձում ջան, ես իրականում շատ համաձայն եմ այդ մտքին, բայց այս համենայն դեպս մեր գործունեության մեջ մենք հակված ենք եղել այսպես ասած պահանջարկի վրա մեղքը չգցել, հասկանալով եւ ընդունելով այդ գաղափարը իհարկե, եւ համարելով, որ մենք, այսինքն արտադրողներս, տվյալ դեպքում անկախ նրանից մենք խոսում ենք մասնավոր արտադրողի մասին, թե պետական արտադրողի մասին, մենք պարտավոր ենք ապահովել այդ որակը, ցույց տալ,
որ հնարավոր է որ լինի այլ տարբերակ, այլ համակարգ կրթության համար, որը ապահովելու է համապատասխան որակ, եւ դրա միջոցով աստիճանաբար ուժի գործադրմամբ մարդկանց սկսել սովորեցնել այնպես, ինչպես որ մեզ պետք է, մեր պետությանը պետք է, տնտեսությանը պետք է։ Եվ այդտեղ շատ կարեւոր է հաշվի առնել մի հանգամանք, որ եթե մենք առաջնորդվում ենք միայն պահանջարկի տեսանկյունից, մենք այդտեղ լրջագույն մակրո տնտեսական խնդիր ենք ունենում, այսինքն միկրո մակարդակով, այո, եթե մենք օրինակ մասնավոր ընկերություն ենք, կարող ենք ասել պահանջարկը այսպես է, մենք եկեք հետևենք պահանջարկին, բայց ի վերջո նաև ռազմավարական պլանավորման մեջ կա մի հասկացություն, որ կոչվում է Կապույտ օվկիանոսի ռազմավարություն, որ ընդհանրապես վիզիոներական ռազմավարություն, որ շատ դեպքերում դու չես արձագանքում գոյություն ունեցող հստակ ձևավորված պահանջարկին, այլ իդենտիֆիկացնում ես այն թաքնված լատենտ, ու ոչ միայն Արաջան ինքդ է ստեղծում, այլ իրականում այդ կարիքը կա, թաքնված է ինչ-որ միտեղ խորքում, դու սկսում ես այդ կարիքի հետ աշխատել, դրա վրա որոշակի ազդեցություն գործադրել, որպեսզի դա ձևավորվի եւ դառնա պահանջարկ։ Շատ դեպքերում մենք այդ իրավիճակին առնչվում, ես նույնիսկ մեր պարագայում վերջերս դրա մասին խոսում էի, որ մարդիկ ունեն վստահության կարիք, բայց դա չի ձևակերպված որպես պահանջարկ։ Մարդը ուզում է վստահել, հատկապես այս քաոտիկ աշխարհի միջավայրում, որ ամեն ինչ փոխվում է, ինչ որ մարդկանց վստահելու կարիք ունի, սեփական գիտելիքին վստահելու կարիք ունի եւ կարծես այդպիսի պահանջարկ է թաքնված։ Հիմա նույնը իմ կարծիքով հենց այդ հարցին է վերաբերում, որ այո, առաջնային պահանջարկը ինչ որ մենք տեսնում ենք, այդպիսին է եւ եթե մենք արտադրողներս միայն հետևում ենք դրան, ուրեմն ընկնելու ենք այդ փակ շղթայի մեջ, փակ ցիկլի մեջ ու վերարտադրենք այն ոչ կառուցողական կրթական երևույթները, որոնք որ այս պահին կան։ Իսկ եթե մենք ցուցաբերում ենք առաջնորդություն եւ առաջնորդությունը հենց դրանով է կարեւոր, ապա այո, մենք կարող ենք այդ իրավիճակը փոխել եւ մարդկանց ցույց տալ, որ դուք ոչ միայն մատուցել այն ինչ որ պահանջված է, այլև ցույց տալ, թե ինչը պետք է պահանջված լինի։ Այդ դիպլոմի բանը դեռ կա, թե ինքը փոխվում է, իմ զգացում է նա որ պետք է փոխվի էլի։ Դանդաղ շատ։ Դե ցավոք կա քանակներն էլ են չէ կրճատվում բուհեր գնացող։ Դե եթե տնտեսության տեսանկյունից ենք նայում, հատկապես պետական ոլորտի եւ ոչ միայն պետական, նաեւ մասնավոր, միջև հիմա կա դիպլոմի նկատմամբ պահանջը հենց գործատուի կողմից։ Ու պետական համակարգում ակնհայտ է այդպես է, բայց այո, նույն պահանջարկը մեր նաև ուսումնասիրություններն են ցույց տալիս, որ կա մասնավորի կողմից, որտեղ մասնավորը ինչքան էլ ընդհանուր առմամբ այսպես գաղափարաբանական քննարկումներում ասի, դե մեզ դիպլոմ պետք չի, բայց երբ որ մարդը դիպլոմ չի ունենում, սկսում են մի փոքր ուրիշ աչքով նայել, որ հա կարող է մի բան այն չի։ Այս երևույթը կա, իհարկե, որոշակի բացառություն կնիքը հանեցին, բայց բանկերում եկա կնիք են զար։ Այսպես է աշխատում մեխանիզմը։ Ցավոք դիպլոմը որակի երաշխիք չէ։ Իսկ ինչը իմ կարծիքով ամենա իրական ստանդարտներից մեկը պետք է լինի կրթության, որ եթե կա դիպլոմ, դա որակի երաշխիք է։ Դիպլոմը որակի երաշխիք չէ, բայց մյուս կողմից դրա բացակայությունը կասկածների տեղիք է տալիս։ Նույնիսկ դիպլոմ չունես։ Նույնիսկ դիպլոմ չ։ Բացի դրանից ինձ հետաքրքիր է քո կարծիքը ակադեմիան, այսինքն դասախոսները, որոնք մենք ունենք, արդյոք ունեն այն գիտելիքները, խոսքը չի գնում տեսական գիտելիքների մասին, խոսքը չի գնում իրանց թեզերի մասին, իրանց պաշտպանական, չգիտեմ, այդ գործերի մասին, խոսքը գնում է այն ունակությունները, որոնք իրանք հավարտելու են ուսանողներին, արդյոք դրանք օգտակար են լինելու։ Ես օրինակը բերեմ, ունեմ ծանոթ, որը սովորում է համալսարաններից մեկում մագիստրատուրայում, հոգեբանության մագիստրատուրայում, բազմաթիվ առարկաներ կան, որոնք ընդհանրապես կամ պետք չեն, կամ իմաստ չունեն, բայց դրանք այդ curriculum-ի մի մաս են կազմում։ Իսկ ակադեմիան որ կա ինքը համապատասխանում է, թե չէ։ Շատ լավ հարց է, Արծում ջան։ Ես նորից որպես այս ոլորտի ներկայացուցիչ հակված եմ միշտ, որպես ոլորտի այսպես ասեմ, մենեջեր, հա, կառավարիչ, ոչ միայն այդ ոլորտում զբաղվող մասնագիտական տեսանկյունից, հակված է միշտ այդ պատասխանատվության բեռը վերցնել մեր վրա։ Եթե կա ռեսուրսների պակաս, մասնավորապես դասախոսների իմացության, կարողությունների եւ տարբեր տեսակի հմտությունների, որոնք անհրաժեշտ են մյուս սերունդին փոխանցելու համար, եթե կա ռեսուրսի խնդիր, ապա մենք պետք է փորձենք հայթայթել այդ ռեսուրսը։
Ես մատենայի օրինակով հիմա կարող եմ ասել, որ այո, այդ ռեսուրսը քիչ է, բայց թե Հայաստանում, թե հայկական աշխարհում ընդհանուր առմամբ Սփյուռքում կա անհրաժեշտ քանակությամբ ռեսուրս, որի մոբիլիզացիայի արդյունքում մենք կարող ենք լուծել կրթական համակարգի էապես, արմատապես բարեփոխման խնդիրը։ Այսինքն քիչ է, բայց կա։ Մենք մասնավորապես ինչու եմ նաև Սփյուռքի մասին խոսում, որովհետև Սփյուռքի մեր հայրենակիցները շատ մեծ պատրաստակամություն ունեն իրենց փորձով, իրենց գիտելիքով կիսվել ուսանողների հետ, եւ ես կարող եմ ասել հենց մեր օրինակով մատենայում այս պահին դասավանդող համաշխարհային մակարդակի մասնագետներ, ովքեր երկար տարիներ իրենց ծառայությունները առաջարկել են պետական համալսարաններին. Եվ չեմ ուզում անուններ տալ, բայց այդ համալսարաններից մեկից օրինակ եկել է մեր գործընկերներին պատասխան, գիտեք ինչպեսի պատասխան, որ ժամ չկա։ Հասկանում եք, այսինքն խնդիրը լրիվ հակառակ կողմում է թաքնված։ Մենք փորձում ենք էքսկլյուզիվություն ապահովել, որ այս համալսարանը, այս կառույցը բացառապես այս մարդկանց համար է, փակվում ենք, ասում ենք դրսից ոչ մեկ իրավունք չունի մեզ ձեռք տալու, ու հետո առաջանում են խնդիրներ ու մենք ասում ենք, որ կադրեր չեն։ Ոչ թե կադրերի խնդիր կա, այլ այդ կադրերը ունեն այո որակի հետ կապված խնդիրներ, որոնց որ պետք է մի քիչ ավելի պարզ լինել, մի քիչ ավելի համարձակ լինել եւ ասել Ժորժ ջան, դուք կամ պետք է փոխվեք, վերապատրաստվեք, կամ ձեզ պետք է փոխարինել։ Դեպքերի մեծամասնությունում իհարկե փորձ է տալիս, որ մակարդակը այնպեսին է, որ այդ վերապատրաստումը անհնար է եւ հետեւաբար իրենց փոխարեն ուրիշ մարդիկ պետք է, այդ մարդիկ կան։ Մատենայի ուսանողները ինչ դեմոգրաֆիկ խմբեր են իրենց ներկայացնում, տարբեր տարիքային ենթադրում են փորձառությունը տարբեր, այսինքն դա մի քիչ դժվար է, չէ՞, որ դասարանում տարբեր բեքգրաունդով մարդիկ են, այդ ո՞նց է կարողանում այդ հարցին մոտենալ։ Արտյոմ ջան, դե հիմնականում մեզ մոտ գալիս են մարդիկ, որոնք որ արդեն բավական մեծ փորձ ունեն, ղեկավարներ են տարբեր ոլորտներից, որտեղ մենք սկսել ենք այս պահին ղեկավարների կրթությունից, հաճախ մատենայի հետ կապված կա մի շփոթմունք, որ մենք միայն ղեկավարների կրթության համար ստեղծված դպրոց ենք, ինչու եմ ասում շփոթմունք, որովհետև մենք ստեղծվել ենք եւ մեր դպրոցը մեկնարկել է ղեկավարների կրթական ծրագրերի միջոցով, բայց դա սկիզբն է եւ մենք նպատակ ունենք դրա միջոցով նաեւ անցնել կրթական այլ մակարդակների։ Ու այս ղեկավարների կրթության ծրագրերում հիմնականում մարդկանց փորձը խմբերում համադրելի է, մենք փորձում ենք ապահովել այդ բալանսը մասնակիցների միջև, որպեսզի իրենց համար էլ հետաքրքիր լինի, որովհետև մեզ մոտ համենայն դեպս ֆորմալ դասախոսից, էքսպերտից բացի իրենք շատ բան են սովորում միմյանցից։ Եվ մենք հիմա արդեն շատ դեպքեր ունենք, որ մարդկանց չենք ընդունում զուտ այն պատճառով, որ ինքը համապատասխան փորձ չունի տվյալ ղեկավարների կրթական ծրագրով ուսումնառելու համար։ Օրինակ մենք ունենք ռազմավարական առաջնորդությունը թվային դարաշրջանում, գալիս են մասնագետներ, հրաշալի մասնագետներ, որոնք ինչ որ ֆինանսական կառույցում ենթադրենք ավագ մասնագետ են, բայց իրենք թիմ չեն ղեկավարում, իրենք ռազմավարական որոշումներ չեն ընդունում, եւ մենք ասում ենք, որ հարգելի գործընկեր, այս ծրագիրը ձեզ համար նախատեսված չէ։ Եվ ըստ այդմ ամեն մի ծրագրի համար մենք փորձում ենք ընտրությունը կատարել այնպես, որ խմբերում այդ խնդիրը չառաջանա։ Եվ ասեմ ձեզ, որ այս ընտրության արդյունքում մենք նաև շատ բան ենք սովորում հենց մեր ուսանողներից, մասնակիցներից, որովհետև իրենք էլ մեծ փորձ ունեն կուտակած, որը կիսում են դպրոցի հետ։ Իսկ Միքայել, որ հետ գնանք, կասես մատենան երբ ստեղծվեց, ոնց ստեղծվեց, ինչ է իրանից այսօր ներկայացնում ու նաև դեր ծրագրերը էլի, որովհետև Այո, դե մատենայի ստեղծման պատմությունը, եթե ասեմ, դա կապված է իմ հզոր գործընկերոջ հետ մեր համագործակցության մեկնարկով Ռուբեն Վարդանյանի, ով որ գիտեք այս պահին ապօրինաբար պահվում է Ադրբեջանի բանտում, եւ երբ որ մենք ծանոթացանք Ռուբենի հետ եւ սկսել ենք շփվել տարբեր թեմաներից, խոսում ենք տնտեսության մասին, թամապես ինչպիսի փոփոխություններ կարելի է բերել Հայաստանում, որտեղից սկսել, մանկապարտեզից սկսել թե դպրոցից, մենք այդպես երկար քննարկումների արդյունքում եկանք հասանք այն հանգրվանին, որ պետք է համակարգերը փոխվեն։ Իսկ այդ համակարգերը փոխելու համար այդ պետք է пассив բայը, որը որ մենեջմենտի կատեգորիա չէ, փոխողներ են պետք։ Եվ այդ փոխողները հենց առաջնորդներն են ու որոշեցինք հիմնադրել այդ առաջնորդության դպրոցը եւ
Ի սկզբանե մշակեցինք այդ ռազմավարությունը վերևից ներքև իջնող, այսպես վառընթաց ռազմավարություն, որ ձևավորենք առաջնորդների համայնք, հզոր, եւ այդ համայնքի միջոցով Հայաստանի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող տարբեր ոլորտներում այդ փոփոխությունները բերենք։ Հետաքրքիր է, որ Մատենան ինքն իրենով կրթական հաստատություն է, հիմա շուտով նաեւ առաջին մագիստրոսական ծրագիր է իրականացնի, բայց Մատենայի ստեղծման գաղափարական հիմքը առաքելությունը ի սկզբանե եղել է համակարգերի փոփոխությունը, այլ ոչ թե սովորեցնելը։ Իհարկե, այս երևույթները միմյանց հետ շատ կապված են, բայց այսպես վերևից գալու տրամաբանությամբ Իսկ անվանումը ճիշտ է հիշում, որ Մատենադարան բառի։ Մատենադարան, այո, երբ որ անվանումը փորձում ենք ճիշտ համապատասխան անվանումը որոշել մեր դպրոցի համար, 3 չափանիշ մեզ համար սահմանեցինք, առաջինը, որ այդ բառը արտահայտի կրթություն, այսինքն կապված լինի կրթության հետ, երկրորդը, որ արտահայտի հայկականություն, այսինքն Հայաստանի հետ կապ ունենա, եւ երրորդը լինի, որ բարեհունչ տարբեր լեզուներով արտասանելիս, եւ այդպես որոշեցինք Մատենա բառը ստեղծել, որը նորաբանություն է, նեոլոգիա է, այսինքն այդպիսի բառ չկա, բայց գիտեք, որ բառակազմության մեջ շատ բառ ունենք Մատենադարան, Մատենագրություն, Մատենախոս եւ այլն։ Այդպես եւ Մատենա դպրոցը դառնում է ոնց որ Մատենադարանը գրքի կամ այդպես ձեռագրերի դարանը, այդպես Մատենա դպրոց գրքի դպրոց։ Գիտես, ասածը ինձ հիշացրեց էլի երկու նմանատիպ բան, մեկը Ֆլեչերի ծրագիրն է, որին ես ինքս մասնակցել եմ ու Երջանկայի Շատակ Ասոտ Աբիդյանը էլի տենց տեսլական ուներ, որ երկրին առաջնորդներ են պետք, ինքը ամեն տարի 15 հոգի ֆինանսավորում էր Ֆլեչերի դպրոցում Բոստոնում հատուկ ծրագիր էինք անցնում ու ի վերջո մոտավորապես թիվը կարող մի քիչ իսկոմեկում 300 հոգի ինքը ֆինանսավորել էր, բավականին պատկառելի գումար էր դա։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ մարդկանց մեր համայնքին չնայած մենք ինչ որ բարբերականությամբ հավաքվում էինք, երբ որ ինքը գալիս էր, տենց բոնդինգ անող իրար կապող տենց շատ բան չկա, բոլորս էլ Ֆլեչեր ենք սովորել, Ամերիկա ենք տեսել ու տարբեր մարդիկ տարբեր բաներ են վերցրել դրանից ու ինչ որ խմբային կամ համակարգային բան փոխելու օրակարգ որպես այդպեսին չկա։ Մի մասը տենց աշխատում էինք նախկինում, մի մասը ավելի ուշ ոնց որ գնացին, սովորեցին, մի մասը հիմա են պետական ծառայության մեջ, բայց որպես այդպեսին համակարգ չեն փոխում, էլի։ Եվ մյուս օրինակը երևի հենց Ռուբեն Վարդանյանի հետ է կապված, Ամերիա բանկը, որ իր անմիջական ուժերով ստեղծվեց, բավականին լուրջ նաև կադրային պոտենցիալ ունի, ասենք իրանք ինչ կան ես գիտեմ, այսպես ասած հեղափոխության ժամանակ ոնց որ տարբեր կողմերում հայտնվեցին գաղափարական իմաստով, էլի։ Հիմա որ կրթում եք ինչքանով եք վստահ, որ այդ ամեն ինչը բերելու է այդ համակարգային փոփոխության խնդրին, էլի։ Հասկացա, բարդ բան է։ Դե շատ բարդ բան է։ Մենք համենայն դեպս պատկերացում է հետեւյալն է, որ անկախ նրանից, թե համատեղ ջանքերով հետագայում այդ առաջնորդները ինչպիսի հանրային կամ քաղաքական փոփոխություններ են բերում, մեր խնդիրը առավելապես եղել է տարբեր տեսակի համակարգերի, այդ թվում բիզնես համակարգերի, տնտեսության տարբեր միավորների վրա ազդեցություն ունենալը։ Հիմա որպես օրինակ բերեմ, թե ինչի մասին է խոսքը, որպեսզի պարզ լինի։ Մենք դե Մատենայում արդեն այս պահին գրեթե 600 առաջնորդ շրջանավարտ ունենք, որոնք որ բավական կապված են միմյանց հետ դեպ տարբեր այսպես մասնագիտական եւ գաղափարական կապերով եւ այս ընթացքում ես ուզում եմ մի քիչ խորքից սկսել, որպեսզի նաեւ պարզ լինի տրամաբանությունը։ Այս ընթացքում մենք հասկանում ենք, որ մենք կարողանում ենք ազդեցություն ունենալ բիզնեսի տարբեր ավանդական ուղղությունների, այդ կազմակերպությունների փոփոխության վրա, կառավարման նոր մշակույթի արմատավորման, մասնավորապես ֆինանսական հաստատություններում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, շինարարության ոլորտում, կարճ ասած բոլոր այն կազմակերպությունների վրա, որոնք որ արդյունք են ստեղծում մեր երկրի համար, տնտեսության համար, ինչը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է սկզբանե դրված, արդյունք են ստեղծում մեր երկրի համար, բայց այն ոլորտները, այն կազմակերպությունները համապատասխան բնագավառների, որոնք որ ամենամեծ սոցիալական ազդեցություն ունեն, մասնավորապես կրթություն, մշակույթ, առողջապահություն, պետական կառավարման համակարգ,
Դրանց վրա մեր ազդեցությունը ավելի թույլ է այդ ընթացքում մի շատ པարզ պատճառով, որովհետև այդ ոլորտները ավելի պակաս վճարունակ են, այս նաև կրթության տեսանկյունից։ Եվ մենք փորձեցինք նաև այս խնդիրն էլ ինչ-որ մի ձևով լուծել, հաշվի առնելով, որ սոցիալական մեծ ազդեցության ոլորտներ կան, որոնք որ մեր ծրագրերից ինչ-ինչ պատճառներով հեռացած են, մենք ստեղծեցինք մի այսպիսի մշակեցինք մի մեխանիզմ, որը կոչվում է կրթաթոշակներ շրջանավարտների ղեկավարած կազմակերպություններից։ Այսինքն բիզնեսի այն կազմակերպությունների ղեկավարները, որ եկել են մեզ մոտ, սովորել են եւ դարձել են շրջանավարտ, սկսեցին կրթաթոշակներ տրամադրել առողջապահության ոլորտի առաջնորդներին, պետական համակարգի առաջնորդներին, կրթության ոլորտի առաջնորդներին, որ հենց այսքանի օրը պետք է այդ հայտարարությունը տանք կրկին։ Եվ մեր խնդիրն այն է, որ որպիսի ազդեցություն ունենանք տարբեր երկրի համար արդյունք ստեղծող տարբեր համակարգերի համար։ Մենք քաղաքական, հանրային քաղաքական նպատակներ հետապնդող դպրոց չենք, թեև դա կարևորագույն նպատակ է մեր երկրի համար, բայց մենք դրանով չենք զբաղվում։ Մենք փորձում ենք առանձին համակարգերում զորացնենք առաջնորդներին, որոնք որ փոփոխություններ են բերելու իրենց համակարգերում եւ Արտյոմի հարցի տրամաբանությամբ նաեւ իրենք հետագայում կարող են պահանջ ներկայացնել ավելի բարձր մակարդակի հանրային քաղաքական ամեն ինչի, այդ թվում գործողությունների, խոսույթի եւ կարծում եմ, որ հիմա Հայաստանում այդ խնդիրը կա, ինչու ենք մենք անընդհատ այս շրջապտույտի մեջ, այս ցածրորակ շրջապտույտի մեջ, որովհետեւ նաեւ համակարգերը զարգացած չեն եւ մարդիկ ըստ այդմ չեն կարողանում ճիշտ պահանջարկ ներկայացնել։ Լավ, իսկ պլանները ո՞նց է, այսինքն 600 շրջանավարտ ունեք, ինչքան մարդ եք ուզում հասնեք։ Դե 600 շրջանավարտը այս կարճ ծրագրերի 2-3 ամիս տևողությամբ մեր ղեկավարների կրթական ծրագրերի շրջանավարտներն են 3 տարվա ընթացքում, արդեն 3-ից մի փոքր ավել, եւ մեր պլանները այդպես ավելի բարձր էքսպոնենցիալ աճի տեմպերով առաջ գնալն է, եւ կարող եմ հստակ ասել, որ մեր նպատակն այն է, որ Հայաստանում լինի իրապես միջազգային մակարդակի դպրոց։ Եվ որ ասում են դպրոց, նկատում են բիզնես դպրոցը, որը բարձրագույն կրթական հաստատություն է, այսինքն մասնագիտական կրթություն եմ ասում, եւ այստեղ մենք ունենք արդեն առաջին քայլերը կատարված, այս թեմաները միմյանց հետ շատ կապված են, մենք վերջերս անդամակցել ենք EFMD-ին, մենեջմենթի զարգացման եվրոպական հիմնադրամին, դառնալով այս ամբողջ տարածաշրջանից միայն 4-րդ բիզնես դպրոցը, որովհետև Հայաստանում չկար որևէ անդամ EFMD-ի, դա ամենահեղինակավոր կառույցն է Եվրոպայի բիզնես դպրոցների ասոցիացիայի։ Վրաստանից էլ դպրոցը որպես դիպլոմ տրամադրում է MBA, դա ոնց բարձրագույն կրթության ծրագրեր է իրականացնում բիզնես դպրոցը, եւ մենք հիմա առաջին բարձրագույն կրթության ծրագիրը իրականացնելու ենք շուտով, եւ բիզնես դպրոցները աշխարհում շատ հայտնի սխեմա են, որոնք որ զբաղվում են ընդհանուր առմամբ կազմակերպությունների կառավարման, մենեջմենթի զարգացմամբ, եւ Վրաստանում է չկա որևէ անդամ, Ադրբեջանում միայն մեկ անդամ կա պետության կողմից շատ մեծ ֆինանսավորում ստացող, պետական իրենց տնտեսագիտական համալսարանի բիզնես դպրոցը, եւ Թուրքիայում ընդհանուր 2 անդամ կա։ Ինչու է սա մեզ համար կարեւոր, որովհետեւ մենք փորձում ենք դիրքավորվել որպես Հայաստանում գործող միջազգային բիզնես դպրոց եւ անենք ամեն ինչ, որպեսզի մարդիկ հասկանան, որ Հայաստանում հնարավոր է այդ որակի կրթություն ստանալ։ Մենք հիմա ի ուրախություն մեծ արդեն մասնակիցներ ունենք ոչ միայն Հայաստանից, այլև տարածաշրջանի այլ երկրներից, եւ սա մեզ համար ռազմավարական գերակա ուղղություններից մեկն է։ Եվ այս ամեն ինչը արվում է սկզբնական սահմանված առաքելության համար, որպեսզի բարձրացնենք Հայաստանում համակարգերի կառավարման որակը, մակարդակը։ Դասավանդումը անգլերեն է լինելու, եթե ուրիշ երկրներից այս բան մեր ծրագրերի մի մասը դասավանդումը անգլերեն է, մեկ այլ մասը անգլերեն եւ հայերեն, այսպես հիբրիդային, բայց բոլոր այն ծրագրերը, որտեղ որ անգլերեն կոմպոնենտներ կան, մենք թարգմանում ենք նաև հայերեն, որտեղ կան մասնակիցներ, որոնք անգլերենի հետ կապված նաև խնդիրներ ունենք, ու մենք ուզում ենք այդ բացարձակ հարմարավետությունը ստեղծել մեր մասնակիցների համար, որ անկախ նրանից իրենք ինչ լեզվով են խոսում, կարողանան մասնակցել ծրագրերից։ Ինչ վերաբերում է ղեկավարների այդ մագիստրատուրային, EMBA-ին, դասախոսները եւս լինելու են անգլիախոս հիմնականում, ընդ որում նրանց մի մասը հենց մեր հայրենակիցները, որ անգլերեն են դասավանդելու, բայց կրկին այդ թարգմանության հնարավորությունը պետք է ապահովենք։ Անգլերենի ուսուցում ունեք։
Անգլերենի ուսուցում չունենք, չէ, անգլերենի ուսուցումը մենք վստահում ենք մեր գործընկերներին, որոնք որ դրանով զբաղվում են։ Իսկ այդ EMBA-ում ինչքան մարդ եք նախատեսում առաջի տարիների համար։ Դե առաջին խումբը EMBA-ի, որտեղ որ մենք ունենք նախագրանցված ուսանողներ արդեն ոչ միայն Հայաստանից, այլև տարածաշրջանի երկրներից, ընդ որում ասեմ, միջև պաշտոնական հայտարարություն ենք, պաշտոնապես դրա մասին չենք հայտարարել, ընդհանրապես ասել ենք, որ նախատեսվում է այդպիսի բան 2025 թվականի սեպտեմբերից մեկնարկող առաջին խումբը լինելու է մեզ համար կարևորագույն այդ պիլոտը, որի ուսանողների քանակը սահմանափակելու են 35-ով եւ 35 ուսանող 1.5 տարվա ընթացքում անցնելու են այս համաշխարհային կարգի MBA ծրագրով, որը կրկնակի դիպլոմի ծրագիր է Մատենայի եւ Գերմանիայի առաջատար բիզնես դպրոցի ESMT Բերլինի հետ համատեղ մոդուլները անցկացվելու են Հայաստանում, Գերմանիայում, Դուբայում, Կիպրոսում եւ Չինաստանում։ Իսկ Հայաստանում, Երևանում թե Դիլիջանում։ Հայաստանում ունենք երկու հիմնական վայր՝ Երևան, Բաղրամյան 6 հասցե եւ Դիլիջան UWC կամպուս։ Դե ծրագիրը իրականում շատ կարևոր է մեզ համար, որովհետեւ դրա միջոցով մենք առաջին ֆորմալ կրթական ծրագիրն ենք իրականացնում եւ բոլոր խնդիրներով հանդերձ ֆորմալ կրթությունը ունի ամեն դեպքում իր նշանակությունը, նաև դպրոցի զարգացման առաջ գնալու տեսանկյունից, որովհետև դա է մեզ հնարավորություն տալիս մտնել միջազգային ռեյտինգներ, այդ վարկանիշային համակարգեր եւ դրա միջոցով արդեն առաջ գնալ եւ համեմատվել աշխարհի այլ բիզնես դպրոցների բուհերի հետ։ Իսկ կան պետական կանոնակարգումներ, կանոնակարգեր, որ պետք է այսպիսի ծրագիր ունենաս, որ ստանաս executive MBA-ի դիպլոմ տալու հնարավորություն։ Դե Հայաստանում executive հենց ղեկավարների կրթության բնագավառը կարգավորված չէ, դա մագիստրոսական դիպլոմ է, որը անվանվում է հենց ղեկավարների կրթություն արդեն մեր կողմից եւ հետեւաբար դա ղեկավարների կրթության ծրագիր է, EMBA է, ընդ որում ասեմ ձեզ, որ ղեկավարների կրթությունը այնքան օտար է եղել Հայաստանի համար միջև վերջին շրջանը, որ ղեկավար executive բառը շատ դեպքերում թարգմանել են գործադիր, ինչ որ բացարձակ կապ չունի այդ երևույթի հետ, այսինքն կրթության գործադիր եւ օրենսդիր լինելու մասին չէ։ Անգլերենում executive բառը ունի երկու թարգմանություն՝ գործադիր եւ ղեկավար։ Տվյալ դեպքում խոսքը ղեկավարի մասին է, բայց այդ շատ դեպքերում թարգմանում են գործադիր կրթություն եւ դրա համար խնդրում եմ եւս մեկ անգամ մեր գործընկերներին, որոնք որ զբաղվում են ղեկավարների կրթությամբ, այդ գործադիր բառը ուղղակի վերացնեն իրենց օրակարգից։ Իսկ մի քիչ ավելի հեռավոր գնանք, էլ ինչ պլաններ ունեք։ 5 տարվա, 10 տարվա ունեք։ 5 տարվա ռազմավարությունը դա ամբողջությամբ իր փաթեթով գրված եւ ֆորմալ բնույթի է, որը որ մենք սրբորեն հետևում ենք, ռազմավարությունը մեզ համար շատ կարեւոր է, որովհետեւ մենք ռազմավարություն ենք նաեւ դասավանդում։ Մի փոքր այդպես զվարճալի կլիներ, եթե մենք չունենայինք այդ ռազմավարությունը, բայց բարդ թեմա է, որովհետեւ որպես կանոն շատ տեղեր բիզնեսում էլ, հանրայինում էլ մարդիկ կարճ են մտածում, որ ասում ես, երկար բան չունեք, ասում են դե վաղը չգիտենք ինչա լինելու, ոնց ռազմավարություն։ Վաղը չգիտենք, իրավիճակը շատ անորոշ է, բայց դա կրկին գիտելիքի պակասի հետևանք է, որովհետև անորոշ իրավիճակներում գոյություն ունեն հենց այդպիսի իրավիճակների համապատասխան ռազմավարություններ, նույնիսկ եթե չենք խոսում սցենարային ռազմավարության մասին, որը որ այդ տոտալ տարբեր սցենարների մասն է խոսքը, հա, ռազմավարության տարբեր տեսակներ կան, որ արագ փոփոխվող արտաքին միջավայրում են իրենք բնորոշ իրենց արդյունավետությամբ։ Մի հրաշալի գիրք կա, որը խորհուրդ կտամ ընթերցել, Մարտին Ռիվսի, BCG Henderson ինստիտուտի տնօրենի կողմից հեղինակած, ինքը մեր գործընկերներից է եւ գիրքը այսպես է կոչվում, ձեր ռազմավարությունը ռազմավարության կարիք ունի։ Your strategy needs a strategy։ Եվ ամբողջ իմաստն այն է, որ կախված արտաքին միջավայրից այն շատ է փոխվում, քիչ է փոխվում, դու կարող ես այն փոխել, չես կարող փոխել, պետք է ընտրես համապատասխան ռազմավարության տեսակ։ 5 տեսակներ է առանձնացնում 3 հիմնական չափանիշների X, Y, Z չափանիշների հիման վրա, դրանցից մեկը արտաքին միջավայրի անկանխատեսելիությունն է, մյուսը արտաքին միջավայրի
կռելիությունը, այսպես ասած, ինչքանով դու կարող ես փոխել, ինչքանով ունես այդ ուժը ազդեցություն արտաքին միջավայրի վրա, եւ երրորդ չափանիշը արտաքին միջավայրի կոշտությունը։ Եվ այս երեք չափանիշներից կախված դու պետք է ընտրես, թե ինչպիսի ռազմավարությամբ ես դու առաջ գնում։ Մի ընդհանուր կոնցեպտ էլ կա, սրա մասին ուզում եմ խոսել, որ ռազմավարության սլակ գոյություն ունի, այսպեսի հաստ սլակ է, եւ մենք նաեւ մատենայի մեր դասերի ընթացքում դա ներկայացնում ցույց ենք տալիս, որ մարդիկ, չգիտես ինչու, մտածում են, որ այս կետից մյուս կետը հասնելը ուղիղ գիծ է։ Իրենք իրենց սխալ կաղապարում են այդ գծի մտքով, հետո հասկանում են, որ այդ գիծը չեն կարող ապահովել, ու քանի որ չեն կարող գիծը ապահովել, ուրեմն ռազմավարություն պետք չի։ Այն դեպքում, երբ որ դա բազմաթիվ շեղումներ կարող լինել, կարևորը որ դու այդ հաստ սլաքի մեջ ես, որը քո առաքելության եւ տեսլականի դաշտն է։ Շարունակելով ռազմավարության հարց, մի հատ կոնցեպտուալ գաղափար, մի հատ կոնցեպտուալ հարց ունեմ։ Կրթությունը, ֆորմալ կրթությունը արդյոք անհրաժեշտ է, եթե մենք երևի թե առաջիկա 3-ից 5-10 տարվա ընթացքում ունենալու ենք բավականին զարգացած արհեստական բանականություն։ Այսինքն մարդը պետք է ստանա համասարանական ֆորմալ կրթություն, ես չեմ ասում մասնագիտական։ Արդյոք այդ ամբողջ ինֆորմացիան ուղղակի հնարավոր չի ChatGPT-ում կամ ինչ-որ DeepSeek-ում հարցը տալ ու ստանալ ամբողջական պատասխան։ Շատ արդիական հարց է, Արտյոմ ջան, արի մի քանի մեգա տրենդների մասին խոսեմ, որոնք որ ըստ էության պայմանավորում են եւ պայմանավորելու են կրթական համակարգերի զարգացում այս բան եւ ապագայում։ Նախ դրանցից մեկը ճիշտ եք ասում արհեստական բանականությունն է եւ տվյալների հասանելիությունը, ինչը նշանակում է, որ դրա հետևանքով կրթությունը դառնում է շատ ավելի բարդ գործընթաց, քան զուտ գիտելիքի փոխանցումն է, որտեղ եթե խոսքը վերաբերում է տեղեկատվության փոխանցմանը, ապա հենց արհեստական բանականության տարբեր համակարգեր ամենախելացի համակարգերն են եւ իրենց լսելով կարող ես դու ստանալ գիտելիք։ Բայց այս ամբողջ հսկայական տեղեկատվական հոսքի եւ աղմուկի մեջ այս որ խոսում էի դրա մասին լատենտ թաքնված պահանջմունքների մարդու մոտ սկսում է արթնանալ այդ վստահելու պահանջմունքը, այսինքն լավ, ինչ ասես մեզ ասում է DeepSeek-ը, Claude-ը, ChatGPT-ն եւ այլն։ Որն է ճիշտ, որը սխալ, ինչպես ես կարողանամ այս տվյալ ինֆորմացիային վստահել, կարող է ինքը խաբում է, կարող է հալուցինացիա անում, ինչ որ գիտեք շատ բնորոշ երևույթ է արհեստական բանականությանը, եւ քանի որ այդպես է առաջանում է այդ վստահելու պահանջը, որը կարող է ձևակերպվել որպես նաև պահանջարկ ու հետեւաբար մեր խնդիրն է այդ կրթության արտադրողների խնդիրն է ինչ որ մի կերպ արձագանքել այդ պահանջարկին եւ ստեղծել համապատասխան product, որը որ ապահովելու է այդ վստահությունը մարդկանց մոտ։ Եվ այդ product-ը մենք ըստ էության անվանում ենք վստահության էկոհամակարգեր, որովհետեւ ի տարբերություն այլ արտադրանքների, որոնք որ գալիս են արձագանքելու որևէ այլ պահանջմունքի բավարարմանը, այստեղ մենք համակարգը չափազանց կոմպլեքս է, բազմագործուն է։ Օրինակ, եթե մարդը ունի հաղորդակցության պահանջմունք, ձևավորվում են, ստեղծում են հեռախոսները, ստեղծում են սոցիալական ցանցերը եւ դա ըստ էության արտադրողի կողմից արձագանքն է հենց այդ պահանջմունքի պահանջարկի բավարարմանը։ Տվյալ դեպքում իրավիճակը շատ ավելի բարդ է եւ մենք փորձում ենք օրինակ մեր կողմից էլի ստեղծել այդ միջավայրը, այդ համակարգը, որտեղ մարդիկ գալիս են, շփվում են միմյանց հետ, տարբեր տեսակի քննարկումների, նաև օգտակար ժամանցի արդյունքում սկսում են վստահել միմյանց, սկսում են վստահել իրենց գիտելիքին, որովհետև տեսեք մենք մի մոտեցում ունենք, որի անունը դրել ենք Իվա, Իվան հապավում է իմանալ, վստահել, անել շղթան է ու հատկապես ղեկավարների կրթության ոլորտում սա խնդիր է, որտեղ մարդիկ գալիս են մեզ մոտ սովորելու, ի սկզբանե շատ բան իմանալ, որտեղ մեծ փորձ ունեն, տարբեր տեղեր սովորել են, բայց մենք տեսնում ենք, որ այդ իմանալու եւ անելու միջեւ մի հատ հսկայական այսպիսի անդունդ է, եւ դա վստահության անդունդ է, այսինքն մարդը ինչ որ մի բան գիտի, բայց միջեւ վերջ վստահ չի, դա պետք է տանի իմպլեմենտացիա, թե չպետք է տանի։ Եվ մենք այս վստահության էկոհամակարգի միջոցով միմյանց հետ փորձով փոխանակվելով մարդիկ դասախոսների հետ զրուցելով, տարբեր գործընկերների հետ իմացածի վստահության աստիճանը վերում են այն մակարդակի, որ տանում են դեպի իմպլեմենտացիա։ Իդեպ այստեղ նաև նույն տրամաբանությունը շարունակելով, տեսեք ինչ է կատարվում, էլի ինչքան են ամեն ինչ միմյանց կախված։ Մարդը գալիս է մեզ մոտ, ենթադրենք մատենայի համակարգ կամ ցանկացած այլ համալսարան, մանկավարժական համալսարան, տնտեսագիտական, էական, պետական, մասնավոր Եվ ըստ էության այս վստահության միջավայրում ինքը փորձում է գործել, բայց սկսում են կասկածներ առաջանալ։ Իսկ արդյոք այդ դեպքում դու աշխարհից հետ չես ընկնում։
Գուցե, հա, այստեղ մենք իրար հետ շատ բաներ, խելոք բաներ ենք խոսում, բայց աշխարհի համաշխարհային պրակտիկան ավելի առաջ է եւ հետեւաբար մեր խնդիրն է արդեն որպես կրթության մատուցողների, որպեսզի մենք կարողանանք համաշխարհային այդ գործընկերության միջոցով նաեւ լավագույն փորձը այստեղ ապահովել։ Այսինքն այս իրականությունը, ես շատ խորքից եմ գալիս, բայց այսպես է հենց ձևավորվում համակարգը։ Այս իրականությունը մեզ ստիպում է, արտադրողներին ստիպում է, պահանջում է, ասում է, որ դու պարտավոր ես գործընկերային կապեր հաստատել աշխարհի առաջատար բիզնես դպրոցների, կազմակերպությունների հետ, որպեսզի իրենց փորձն էլ բերես այստեղ։ Դե այս մարդիկ ուզում են վստահություն, բայց առանց դրա իրենք չեն վստահելու, չեն հասկանալու սա ճիշտն է թե սա սխալ է։ Սա կարելի ասել առաջին մեգատրենդն է։ Մեգատրենդներից մյուսը վերաբերում է արտաքին միջավայրի ինչ որ արդյոք դու քո հարցում ասում ես, որ ամեն ինչ շատ արագ փոխվում է, ֆորմալ կրթությունը պետք է թե պետք չէ։ Հիմա արդեն ամեն ինչ այնքան արագ է փոխվում, որ այո, շատ դեպքերում մենք հասկանում ենք, որ այն նախկին աշխարհի մեխանիզմը, երբ որ դու քո կյանքում ինչ որ մի փուլում սովորել ես եւ դա քեզ կոմպետենցիաներ է ապահովել մի քանի տասնյակ տարիների համար, դա այլևս չի գործում։ Եվ այստեղ կա կամ շարունակական կրթություն, կամ դու կրթված չես։ Ընդհանրապես մենք նաև դրա մասին խոսում ենք, որ փոփոխության է ենթարկվում նույնիսկ այդ գրագիտության գաղափարը, որ այլևս դու չես կարող լինել գրագետ, եթե դու անընդհատ չես սովորում, որովհետև աշխարհը այնքան արագ է փոխվում, որ դու պարտավոր ես այդ շարունակաբար կրթության մեխանիզմը ներդնել քո կազմակերպությունում, քո կյանքում եւ այլն։ Ու այստեղ մենք գալիս ենք մի իրավիճակի, որ ֆորմալ կրթությունը այո պետք է, կարեւոր է, որովհետեւ դա ֆունդամենտալ նստվածք է տալիս մարդու կյանքում, հատկապես երբ որ դա վաղ շրջանում է մարդը ստանձնում, դրանից հետո ինքը պետք է շարունակաբար զբաղվի իր կրթությամբ եւ նույնիսկ կրթության պարադիգմայի կամ հարացույցի փոփոխություն է տեղի ունենում, որ դա արդեն ոչ թե ինչ որ մարդու կյանքի մի փուլում բացառիկություն ունեցող գործընթաց է, այլ կյանքի ամբողջ կյանքի ընթացքում հավասարաչափ բաշխված գործընթաց է, որը գալիս է արձագանքելու արտաքին միջավայրի այն փոփոխություններին, որոնք պահանջում են գիտելիք եւ նոր կոմպետենցիաներ անընդհատ։ Ու գրագետ մարդը այս պահին պետությունը ունի, պետք է ինչ որ ֆորմալացում գնա այդտեղ, թե ամեն մարդ ինքը իր շարունակական կրթությամբ պետք է զբաղվի։ Ես կարծում եմ, որ պետությունը, քանի որ խոսեցինք առաջնորդության մասին, պետությունը պետք է լինի այս բոլոր գործընթացների գլխավոր առաջնորդող ուժը, որովհետև մենք այո կարող ենք հույսներս դնել ինչ-որ կոնկրետ անհատների վրա, որոնք որ կարգավորելու են ժամանակակից աշխարհի փոփոխությունները, ինչ որ տեղի ունենում հատկապես առաջատար երկրներում, զարգացող աշխարհում, բայց առանց պետության հստակ առաջնորդության մենք կրկին տասնյակ տարիներ հետ ենք ընկնելու։ Ես ուղղակի համոզված եմ, քանի որ նաև երկու կողմում էլ եղել եմ եւ պետական համալսարանի կրթական հաստատության ղեկավար եւ մասնավորի տեսանկյունից եմ հիմա նայում, ես զգում եմ պետության ակսելերացիայի այդ կարիք, այսինքն պետք է անընդհատ դա իրականացնի, որ կարողանանք հասնել։ Ամերիկայում խոսում են կրթության նախարարության փակման մասին, կոնկրետ խոսակցություններ կնած վերջերս, դա ասել է փակենք դեպարտամենտը։ Դե այնտեղ նահանգներ ունեն, չէ՞։ Հա, նահանգներ ունեն իրանց։ Հարցը շուտ այդ ուղղությամբ ուզում տանել։ Եվ մենք ասում ենք պետական առաջնորդություն պետք է լինի, արդյոք պետական առաջնորդության գլխավոր թեզը պետք է չլինի չխանգարելը։ Դե, այստեղ մենք խոսում ենք առաջնորդության մոդելների մասին, չխանգարելու մոդելը, ես ոնց հասկանում եմ, Արտյոմ ջան, վերաբերում է հենց այն ազատական դեմոկրատական եղանակին, երբ որ պետությունը ամեն դեպքում ընտրում է այդ մոտեցումը եւ ասում է, ես չխանգարեմ, մարդիկ սկսեն ավելի ազատ միջավայրում, ավելի կոմֆորտ միջավայրում իրենց գործունեությունը իրականացնել։ Եվ կներես ընդհանրում եմ, ի նկատի ունեմ, որ կլինեն առաջնորդներ կրթական ասպարեզում, որոնք ավտոմատ սելեկցիայի մեթոդով մարդիկ հասկանան, որ այս կրթական կառույցները, դպրոցները, համալսարանները կարողանում են լավ դա մատուցել, պետության դերն է լինել է դե չխանգարել, որովհետև այդ մարդիկ շատ ավելի լավ գիտեն, քան թե բոլոր չինովնիկները, որոնք նստած են կրթության նախարարությունում։ Ու այդ կոնտենտի մասով ես ասում։ Հա, ես կոնտենտի մասով եմ ասում, որ իրանք ոչ թե դնեն սահմանափակումները։ Իմ ասած է հետևյալն է, գալիս է բուհ, հա, պետությունը մինչև բուհի վերջը ինչ որ դեր ունի, հետո դրենք ասպիրանտուրա, դոկտորանտուրա, բայց որպես շարունակական կրթություն ինչ որ տենց ուղղություն չկա։ Ես օրինակ բերեմ իմ բանակի ընկերը, որը տարիքի է մոտավորապես մի քիչ էս կոմենտում։
Շվեդիայում ապրում, հիմա նոր մասնագիտություն է գնաց է սովորում, մագիստրատուրա, պետությունը ամբողջությամբ նախ օրենքը նախ պահանջում է, որ իր աշխատատեղը, աշխատավարձը պահպանվի որոշակի համամասնությամբ եւ նաեւ այդ կրթությունը անվճար է։ Այսինքն պետությունը նպաստում է նրան, որ մարդու գիտելիքները մարդը պատրաստ է իր ժամանակը դնի գնա սովորի, այդ ավելի ձեռնտու է, որ մշտապես կրթված լինի բնակչությունը, քան թե այդ մարդիկ դառնան գործազոր եւ հետո պետությունը ասեն գործազրկություն նպաստ է։ Այդ շատ ավելի այտենց կոնցեպտուալ Եկեք փորձեմ կապը, քանի որ ճիշտ դիտքում եմ նաեւ նստած, կապը ապահովել երկու մոտեցումների հետ կապված կրթության բնույթի ֆունդամենտից սկսելով, այսինքն կրթությունը եւս ծառայության տեսակ է, որը ունի հանրային շատ մեծ նշանակություն։ Ի տարբերություն այլ արտադրանքների, ծառայությունների, որ ստեղծվում որ մատուցում են, շատ այլ արտադրանքների կրթության առանձնահատկությունն այն է, որ դրա սպառումը բազմաթիվ դրական էֆեկտներ է առաջացնում շահառուների շատ ավելի լայն շրջանակի վրա։ Մասնավորապես, երբ որ X մարդը սպառում է կրթական ծառայություն, անմիջապես հայտնվում են այդ X մարդու սպառած կրթական ծառայության շահառուներ։ Մասնավորապես իր գործատուն, որը օգտվելու է իր ավելի բարձր որակի մասնագիտական հմտություններից, իր երեխան, որովհետև ինքը ավելի լավ է դաստիարակելու, պետությունը, որովհետև եթե շատ մարդիկ են այս նույն գործընթացը կատարում, պետության վիճակը ավելի լավ է լինելու, տնտեսությունը զարգանալու է։ Ես ասում եմ նույնիսկ ապագա երեխան մարդու, որովհետև ապագա երեխան եւս շահելու է դրանից, հետեւաբար դա նշանակում է, որ բյուջեի առումով տվյալ մարդը նույնիսկ ապագա երեխայի համար պլանավորված գումարից կարող է ներդնել իր կրթության մեջ, եթե մենք խոսում ենք այսպես տրամաբանության առանցքով, հա։ Ու քանի որ այս շահառուների շրջանակը շատ է, որոնց մեջ ամենամեծ շահառուներից մեկը պետությունն է, ես ընդհանրապես ինչպես եմ մտածում նաև միկրոտեսանկյունից, մեր դպրոցի տեսանկյունից, որ եթե մատենան ինչ-որ մի ծառայություն է մատուցում, ուրեմն մենք պետք է ճիշտ իդենտիֆիկացնենք այն շահառուներին, որոնք որ շահագրգռված են, եւ իրենցից յուրաքանչյուրը պետք է մասնակցություն ունենա այդ գործընթացում, այսինքն իրենք պետք է նաև ներդրում ունենան, քանի որ իրենք շահում են դրանից։ Եվ ցանկացած ծառայություն արտադրանք, եթե որակյալ է, ուրեմն դա ենթադրում է բարձր ծախսեր։ Բարձր ծախսեր ենթադրող արտադրանքի արտադրությունը նշանակում է նաև տվյալ արտադրանքի բարձր գին։ Տրամաբանական է, այսինքն դու չես կարող դրանից խուսափել, բայց կրթության պարագայում, քանի որ այդ շահառուները շատ են, պետք է այդ արժեքը, արդեն բարձր արժեքը արդյունավետորեն բաշխել բոլոր շահառուների միջև, որպեսզի ապահովես դրա հասանելիությունը բոլորի համար եւ մատչելիությունը յուրաքանչյուրի համար։ Եւ այստեղ ես կարծում եմ, արդյոք հասնելով այդ հարցի վերջնական պատասխանին, որ պետությունը պետք է անի շատ ավելին, քան չխանգարելն է, որովհետեւ ինքը շատ ավելի մեծ շահառու է, քան կողքից նայողը։ Թեև դա մոդելներից մեկն է, այդպես կարելի է հասնել արդյունքի։ Այդ գնալով մեր հանրային համալսարաններին, այդ կուզենայի իմանալ ակադեմիական քաղաքի մասին ինչ կարծիք ունես։ Ո՞ր է այդ մեզ տանելու, արդյոք դա ուղղությունն է, թե ընդհանրապես ասած միֆ է։ Այս թեմայի հետ կապված շատ են լրագրողները զանգել, հատկապես երբ որ այդ թեման ամենաթեժ փուլերում է լինում ու թե ինչպես են վերաբերվում ակադեմիական քաղաքին, լինում, հետո նստում է թեման։ Ես ուզում եմ անկեղծորեն ասել իմ կարծիքը։ Եթե հնարավոր է լինում ստեղծել բարձր մակարդակի ակադեմիական քաղաք, ապա դա շատ լավ է։ Այսինքն, եթե կա այդ քաղաքը, եթե կան համալսարանները, օրինակ ես կոնկրետ ասում եմ, մատենան առաջին շահագրգիռ կողմերից մեկը կլինի գնալ եւ գործել այդ ակադեմիական քաղաքում։ Այլ հարց է, որ դրա իրականացումը այս պահին ինձ համար համենայն դեպս դեռևս անորոշ է, թե ինչքանով են կարողանալու իրականացնել, բայց սա թեմայի մի կողմն է։ Լինել, բայց այդ նկատի չունենք, չէ՞ մենակ շենքերը։ Դա իհարկե ամենակարևորը բովանդակությունը եւ ես որպես այս երկրում գործող անհատ պատկերացնում եմ, որ իմ կողմից նաև ներդրում ունենալով կրթական համակարգի վրա եւ համահիմնադրելով իմ գործընկերոջ հետ միասին կրթական հաստատություն, կարծում եմ, որ այդ բովանդակությունը ապահով կառույցներից մեկ կարող ենք լինել։ Եվ եթե լինեն այդպիսի կառույցներ եւ եթե ենթակառուցվածքների առումով ամեն ինչ ստեղծվի, լավ է։ Բայց ինչ եմ ուզում ասել։ Իմ խորին համոզմամբ կրթության որակը կարող է լինել շատ բարձր ակադեմիական քաղաքում։ Կրթության որակը կարող է լինել շատ բարձր
առանց ակադեմիական քաղաքի, կրթության որակը կարող է լինել շատ ցածր ակադեմիական քաղաքում եւ շատ ցածր առանց ակադեմիական քաղաքի։ Այսինքն իմ կարծիքով սա այս պահին մեր կրթական համակարգի առաջնային կարևորություն ունեցող հարցը չէ, որ պետք է լուծենք, ասեմ նույնիսկ ավելին, ես ունեմ խորքային համոզմունք, որ միջև ակադեմիական քաղաքի ստեղծումը, կառուցումը կամ դա իրականացումը այնքան ակնհայտ բաներ կան փոխելու, ինչ մասին որ մենք խոսում ենք, օրինակ որ դրսից մեր հզոր հայրենակիցը գալիս է մեծ փորձով ու ուզում է դասավանդել, իրեն չասեն ժամ չկա։ Այս տեսակի հարցերը եթե լուծենք, գիտեք, ես կարծում եմ, որ այս գործընթացը իր ամբողջ խորքայնությամբ կոմպլեքս լինելով հանդերձ, նաև շատ պարզ է։ Կրթությունը շատ պարզ գործընթաց է, կա պլատֆորմ, ստեղծում ես այդ պլատֆորմը, հավաքում ես սովորեցնողներին, որոնք որ ունեն գիտելիք փորձանտություն, եւ ասում ես կիսվեք ձեր փորձով։ Էության տեխնոլոգիայի տրամաբանության առումով պարզ գործընթաց է։ Իհարկե առաջանում են որոշակի բարդություններ, բայց երբ որ մենք պարզ քայլերը չենք կատարում, ես օրինակ ասում եմ, եթե ես խոսափողը դրված է այստեղ եւ իմ խնդիրը է խոսափողը այստեղից այստեղ տեղաշարժելն է եւ այդ խնդիրը ես չեմ լուծում, փոխարենը մտածում եմ ինչ անեմ, որ մի քիչ ուժեղանամ, այս սեղանը տեղափոխեմ, որ խոսափողը մի կերպ տեղափոխվի, դա արդեն երկրորդ հարցն է, բայց պարզ գործընթացը պետք է անել, իսկ այդ պարզ քայլերը շատ են։ Սովորեցնողները պետք է լինեն լավ, սովորեցնողները պետք է լինեն լավագույնները եւ միայն լավագույնները պետք է լինեն սովորեցնող։ Իսկ այդ ռեսուրսը, ինչպես ես արդեն նշեցի, կա։ Ընդհանրապես պետք է զբաղվել դրանով։ Ես մտածում եմ դա զուտ ուղղակի Երևանի կենտրոնը թեթևացնելու թեմա է։ Դե դու հարցի կես մասն ես ասում։ Ու նաև այդ շենքերին այլ նպատակ տալը։ Վերջերս մի գիրք էի կարդում, այդտեղ Google-ի X ստորաբաժանում կա, որը այնց կորդինալ բաներով, պրոյեկտներով զբաղվում, 10 անգամ մեծ արդյունքներ տվող, ու այդ ստորաբաժանում ոնց որ հիմնական մոտեցումներ բացատրում, ոչվում է պատվանդաններ եւ կապիկներ, ասում եմ խնդիրը կապիկ դնելն է պատվանդանի վրա, որը կրակի բաներով ժանգլորություն անում։ Դա ինքնից բարդ բան է, բայց ասում եմ, այդտեղ կարևորը ինչն է։ Կարևորը այդ կապիկն է, որը շատ բարդ բան է անում, կարևորը պատվանդանը չի, ու շատ հաճախ մարդիկ պատվանդան են սարքում, հետո սկսում են բարդ խնդիրը լուծել ու հասկանում են, որ չի լուծվում, ասում եմ, սկզբից բարդ խնդիրը լուծի։ Իմ մոտ խոսակցության բանում նա ասոցիացիա եղավ, որ ակադեմիական քաղաքը ընդհանրապես պատվանդան է, այսինքն մենք այդ կապիկի հարցը չենք լուծել, բովանդակության հարցը չենք լուծել, բարդ խնդիրները, որոնց մեջ կան եւ նաեւ པարզ բաներ չենք արել, բայց փորձում ենք այդպես մեծ եգիպտական բուրգ սարքենք, որ մնա, չգիտեմ ինչի համար մնա։ Ես դրա համար կարծում եմ, որ շատ լուրջ առաջնային խնդիրներ ունենք լուծելու, բայց իդեալական տարբերակով չեմ ուզում բացառել, չեմ ուզում այսպես հորետեսորեն մոտենալ հարցին։ Եթե լինի լավ ակադեմիական քաղաք, ես միայն կողմ եմ, ինչ ասեմ։ Եթե Մատ ուրիշ հարց, մատենայից կրթությունից խոսացինք, ուսումնասիրություններ ասեցի, ինչքանով է մատենան նաև հետազոտական աշխատանքի մեջ ներգրավում։ Մենք ունենք այս պահին հստակ մշակված մեր ռազմավարության օրակարգ գործողությունների ծրագիր, որով նախատեսվում է, որ 2025 թվականի ավարտին պետք է սկիզբ դնենք մատենա հետազոտական կենտրոնին, որը հավաքագրելու է, կոմպիլացնելու է թե մեր հետազոտական ռեսուրսները եւ թե պահանջարկը, որ արդեն բազմաթիվ է։ Ես նորից ուզում եմ ֆունդամենտից սկսել, ներողություն, որ այսքան միշտ խորք եմ դեպի գնում։ Տեսեք, ով է մատենայի այս պահին շուկան կամ պահանջարկը, թե այսպես բիզնես տեսանկյունից ենք նայում, այն կազմակերպությունները, համակարգերը, որոնք որ ուզում են, որ իրենց մոտ փոփոխություններ բերվեն եւ մարդիկ էլ իրենց անձնային աճի համար գալիս են սովորելու։ Եվ պայմանական, օրինակ, բանկի կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպության պայմանական փոխտնօրենը, ենթադրենք, ուզում է իր համակարգում պատվիրակման գործառույթը ավելի լավ իրականացնել, այսինքն հստակ կարողանա առաջադրանքները բաշխել։ Որոշ դեպքերում այս խնդիրը, այս պահանջը հնարավոր է լուծել կրթական ծրագրի միջոցով, այսինքն մարդիկ կարող են գալ, մեզ դիմել, ասել, գիտեք ինչ կա, մենք ուզում ենք, որ դուք մեզ սովորեցնեք։ Բայց շատ դեպքերում կան այնպիսի հստակ պահանջներ, որոնք որ ոչ մեկ դրա այդ հարցի պատասխանը չգիտի։
պետք է հետազոտություն կատարել, պետք է հետազոտել, հասկանալ, թե ինչպես ենք այս խնդիրը լուծում։ Եվ դրա համար մենք հիմա արդեն ակնհայտորեն հասկանում ենք, որ կրթական գործընթացը, այն ինչ որ մենք սովորեցնում ենք, տրամաբանական, այսպես շղթայով տանում է դեպի հետազոտական կենտրոնի ձևավորումը, որտեղ որ մենք ոչ միայն ստանալու ենք սովորեցնելու պահանջ, այլև հետազոտություն կատարելու եւ կոնկրետ հետազոտության արդյունք ներկայացնելու։ Մեր հետազոտական կենտրոնը զբաղվելու է երկու հիմնական ուղղությամբ՝ հիմնարար հետազոտություններ, որոնք տպագրվելու են նաեւ տարբեր տեսակի ամսագրերով, եւ այսպիսի կիրառական հետազոտություններ, որոնք որ ստանալու են կազմակերպություններից։ Հիմա արդեն զգում ենք, որ դրա պահանջը շատ մեծ է եւ հաճախ կազմակերպությունները մեզ հենց այդ հարցով են դիմում, թե ինչու դեռ հետազոտություններ չեն կանում։ Բայց հատվածական հետազոտություններ եղել են, այդ թվում նաեւ միջազգային հետազոտություններ, օրինակ մեր Սիմանի գործընկերների հետ միասին համատեղ մենք մենեջմենթի ոլորտում արդեն ունենք տպագրված նյութ։ Այսինքն ինքը research center-ա, թե think tank-ա, թե հենց հետազոտական կենտրոն, եկեք think tank չանվանենք, որտեղ այդպեսին չէ, մեր մասնագիտական ոլորտում, մասնավորապես մենեջմենթի առաջնորդության բիզնես ոլորտում մենք ունենալու ենք հետազոտության կենտրոն, որ իրականացնելու է հիմնարար եւ կիրառական հետազոտություններ։ այդտեղ առաջնորդության հետ կապված մի հատ էլ հարց էլի խոսք գնաց ղեկավարների կրթություն, ինչ որ մինիմալ պահանջներ, թիմի փորձի եւ այլն, բայց առաջնորդությունը այն ինչ որ ես եմ տարբեր տեղեր հիմնականում Ամերիկայում սովորել, տեսել, դա նաեւ մի հատ կարեւոր կոչվում է ադապտիվ առաջնորդում, որի հիմնական մեխը նա է, որ դա գոյական չի, այսինքն առաջնորդում չի, այլ ինքը բայ է, առաջնորդում ինքը իրանով գործողությունա որ անում ես, այլ ոչ թե դու դառնում ես առաջնորդ ու դրանից հետո բոլորը հետևից գալիս են։ Ու իմ կարծիքով ինքը բավականին լուրջ նախ մտածելակերպի փոփոխություն է, որ անկախ նրանից մարդը թիմ ղեկավարել է, ղեկավար պաշտոն ունի թե չէ, դու իրան հենց սկզբից ասում ես, այ որ դու կյանքում տարբեր իրավիճակներում կարող ես առաջնորդես ու դա չի նշանակում, որ դու միշտ պետք է ղեկավար լինես, մեկ-մեկ կարող ես առաջնորդել, մեկ-մեկ կարող ես չառաջնորդել։ Օրինակ ես ցանկացած պարագայում եթե ինչ որ մեկը կա գործանող, հաճույքով հետ եմ քաշում, եթե չկա այդ առաջնորդումը վերցնում եմ, այսինքն այդ ինչ չէ, որ ես առաջնորդն եմ ու իմ հետևից եկեք, ինչ կասես այդ մասին։ Նախ 100%-ով համաձայն եմ այդ տրամաբանության փոփոխության հետ, որ պետք է մենք ավելի շատ շեշտադրումը կատարենք գործառույթին, այսինքն առաջնորդությանը, այլ ոչ թե առաջնորդի կերպարին, եւ դա մենք ամեն կերպ փորձում ենք մատենայում հիմա այս գաղափարը առաջ տանել, նույնիսկ ասես բառացիորեն ասում ենք որոշ դեպքերում, որ մենք խուսափում ենք առաջնորդ բառից կամ սովորեցնելու ընթացքում էլի իհարկե, այլ մենք խոսում ենք առաջնորդության մասին, որպես մարդկային գործունեության տեսակ, բայց ցավոք պետք է ասեմ, որ նույնիսկ այդ դեպքում երբ որ մենք առաջնորդից անցում ենք կատարում դեպի առաջնորդության, այս հասկացությունը դեռևս միֆականացված է։ Այսինքն տարբեր ընկալումներ կան, տարբեր հարցադրումներ, իրականությունից կտրված հարցադրումներ, օրինակ առաջնորդ ծնվում են թե դառնում են եւ այլն եւ այլն, եւ ինչու է միֆականացված, որովհետեւ երևույթը բավական բարդ է, բայց ցանկացած բարդ բան նշանակում է ընդհանրապես պարզ տարերի գործոնների ամբողջություն։ Ես մի զուգահեռ եմ ուզում անցկացնել, ու նաեւ ասեմ մեր մոտեցումը այս հարցին ոնց ինչպիսին է։ Տեսեք, երկու մարդկային գործունեության տեսակ մետաղյա իրերը միմյանց միացնելու նյութի միջոցով մետաղյա իրերը միմյանց միացնել, որը կոչվում է զոդում կամ միջնադարյան հայերենով ասած սվարկա։ Հիմա այս զոդման գործընթացը երևույթը կարելի է զուգահեռ անցկացնել մարդկային գործունեության մեկ այլ տեսակի հետ, մարդկանց վրա ազդելով դեպի ընդհանուր նպատակ ուղղորդելու գործունեությունը, որը կոչվում է առաջնորդություն։ Հիմա այս զոդելու գործողությունը շատ թվացial պարզ է ու մարդկանց մոտ հարց չի առաջանում, օրինակ զոդող ծնվում են թե դառնում են, զոդել հնարավոր է սովորեցնել թե չէ, որովհետև հիմնականում մարդիկ տիրապետում են, որ լավ զոդելու համար պետք է տեսողություն, երևի ձեռքի որոշակի կոորդինացիա, որոշակի գիտելիք այդ երկաթի մետաղյա իրերի նյութի հետ կապված, որպեսզի հասկանաս թե դու ինչպես ես անելու, ինչ պայմաններում ես դա իրականացնելու, եւ ըստ այդմ այս ամեն ինչի արդյունքում դու կարող ես լավ զոդել կամ վատ զոդել։ Առաջնորդության երևույթ է, քանի որ ավելի բազմատար, sense լայնաշերտ, բազմաշերտ համակարգ է,
սկսում է միֆականացել։ Ինչու է միֆականացում, որովհետև մարդիկ շատ բաներ չեն հասկանում։ Դեռևս հին ժամանակներից սկսած միֆականացվել են բոլոր այն երևույթները, որ մարդիկ չեն հասկացել։ Գնացել են որսը լավ չի ստացվել Հունաստանում, ասել են Արտեմիսը որսորդության Աստվածը այսօր բարեհաճ ջեր մեր նկատմամբ։ Ծովը վարարել է, ասել են Պոսեյդոնը այս պահին ինչ որ ջղայնացավ, զայրացավ կամ ինչ որ մի բան տեղի ունեցավ։ Եվ առաջնորդության հետ կապված հիմա տեսնում ենք այս երևույթը, դրա համար մեր գլխավոր առաքելության գլխավոր մասերից մեկը առաջնորդության այդ ապամիֆականացումն է։ Մենք բաժանում ենք առաջնորդությունը կոնկրետ մասերի, տարրերի, ու ասում ենք, որ լավ առաջնորդ լինելու համար դու պետք է սա իմանաս, այսպեսին լինես ու զարգացնես քո process-ը, քո հմտությունները տարբեր գործընթացների միջոցով։ Ընդ որում հետաքրքիր է, որ այստեղ առաջնորդ ծնվում են թե դառնում հարցը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ մասնագետները չեն տիրապետում շատ հարցերի, այլ կան հարցեր, որ ընդհանրապես մարդկությունը դեռևս նորմալ չի հասկանում, չունի պատասխաններ։ Մասնավորապես երեխան գնում է դպրոց 6 տարեկան հասակում օրինակ, եւ 6 տարեկան հասակում սկսում է մաթեմատիկական կամ հանրահաշվական վարժությունները շատ արագ լուծել, մի քանի անգամ արագ քան իր ընկերները, դասընկերները, եւ առաջին արձագանքը դասատուի կողմից դրան լինում է այն, որ բնատուր հակում ունի կամ բնատուր տաղանդ է 6 տարեկան երեխան, որը ապրել է մոտավորապես 2000 օր։ Այսինքն չի քննարկվում այս 2000 օրերի ընթացքում ինչ է տեղի ունեցել, չէ՞, ծնվելուց մինչև այս 6 տարեկան հասնելը։ Միանգամից գնում ենք դեպի բնություն եւ ասում ենք այնտեղ, այսինքն մեր անկարողությունը ճիշտ նկարագրելու այդ process-ը զարգացման։ Օրինակ, հիմա այստեղ դեպի մեզ լուսավորություն է դրված։ Այս լուսավորության ազդեցությունը երեխայի համառության կամ տրամաբանության վրա ինչպիսի ազդեցություն, ինչպես է փոխում երեխային։ Մենք շատ դեպքերում չգիտենք այդ process-ը ինչպես է տեղի ունենում ու միանգամից ամեն ինչ վերագրում ենք ի ծնեին։ Բայց լավ նորությունն այն է, երբ որ մարդիկ գալիս են հասնում են մեր տարիքի արդեն կամ ավելի շուտ։ Այդ գործընթացը թե տարբեր ազդեցությունները ինչպիսի արդյունք են ունենում մարդու զարգացման process-ի վրա, ավելի հետևելի է դառնում։ Մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչպես կարելի է զարգացնել օրինակ մարդու հանրային խոսքը։ Ինչպես մարդը ավելի լավ խոսելով կարող է ազդեցությունը, չէ՞ որ մենք առաջնորդությունը սահմանում ենք որպես մարդկանց վրա ազդելով դեպի ընդհանուր նպատակ ուղղորդելու կարողություն։ Հիմա պարզ է, չէ՞ որ այդ մարդկանց հետ խոսելու կարողություն է պետք։ Օրինակ դու պետք է լավ խոսես։ Հիմա այստեղ նստած ես խոսում եմ, միմյանց հետ զրուցում ենք, ինչ որ մի ձևով խոսում եմ, էլի լավ թե վատ, բայց 20 տարի առաջ ես շատ վատ էի խոսում։ Հիմա աշխատել եմ իմ վրա, սկսել եմ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարել, հիմա ավելի լավ եմ խոսում։ Եվ ես հասկանում եմ, որ այն համակարգը, որ այս բանը ես առաջնորդում եմ, խոսելու միջոցով ազդելու կարիք կա այդտեղ եւ հետեւաբար տարբեր հատկություններ ռազմավարական մտածելակերպ անձի ինքնաճանաչում, ինչը եւս կարևորագույն հատկություններից մեկն է։ Մենք այսպես բաշխում ենք շատ հստակ մասերի եւ մեր դպրոցի ամբողջ տրամաբանությունը նաեւ այն է, որ բոլոր ուղղություններով մարդիկ ունենան առաջընթաց։ Նույնիսկ կարևոր հարց կա, ես այդ հարցը բարբերաբար մեր էպիզոդներում քննարկում եմ, պատասխանատվությունը ոնց սովորացնենք մարդկանց, պատասխանատվություն վերցնելը։ Մանավանդ որ միջավայրը այսօր բավականին անբարենպաստ է, ես կասեի։ Մարդիկ տեսնում են, որ պատասխանատվությունից խուսափելը այսօր լավ է ստացվում է։ Շատ հոգեբան պետք է կանչես։ Դե այդ պարտադիր է, իմիջիալից բավականին թույլ ենք մենք այդ մասով։ Կրթության մեջ, ոչ միայն կրթության ամենտեղ, բայց նաև կրթության մեջ հոգեբանություն սովորացնելու, հոգեբանություն մեր մոտ սովորել մի տեսակ ոնց որ ուրիշ բանի մասին։ Դե շատ կարևոր լավ հարց է ու նաև տրամաբանական շարունակությունը, որ հոգեբանությամբ եկավ։ Ես կարող եմ նույնիսկ մի փոքր փակագծերը բացել, երբ որ մենք խոսում ենք առաջնորդության ապամիֆականացման մասին եւ մասնատում ենք տարբեր հատվածների, փոքրիկ մասերի, որոնց ամբողջությունը հենց առաջնորդությունն է, մենք ունենք մի տեսություն, որը կոչվում է առաջնորդության սպա։ Ինչու ենք մենք դա անվանում առաջնորդության սպա, ոչ միայն այն պատճառով, որ դա ուղղված է առաջնորդության առողջացմանը, այլ որովհետև դա հապավում է սյուն, պլատֆորմ եւ ամպ։ Մենք առանձնացնում ենք երկու կարևորագույն առանցքային հատկություններ, որի վրա հիմնված է ամեն ինչ։ Այդ երկու սյուների վրա դրված է պլատֆորմը, որը ինքն իր հերթին կախված է սյուներից, եւ սյուների ու պլատֆորմի վրա դրված է մի հատ մեծ ամպ, որի մեջ մտած են տարբեր հատկանիշներ, այսպես առանց էկրանի փորձեմ բացատրել, նկարագրել։
Եվ երկու սյուները դրանցից մեկը շարունակական կատարելագործման ապրելակերպ ենք մենք անվանում, այսինքն եթե դու ուզում ես, որպեսզի այլ հատկություններ զարգանան, դու անընդհատ պետք է կատարելագործվես, եւ մյուս սյան անունը մենք դրել ենք ինքնաճանաչում, որը որ հայտնի այդ self awareness կոչվածն է, մենք ոչ թե self awareness-ը մեր տերմինն է, այլ մենք այդ սյունն ենք այդպես անվանում, հա։ Եվ պարզ է դառնում, որ տարբեր հարցերի պատասխաններ եւ տարբեր երևույթներ, այդ թվում պատասխանատվությունը գալիս է այս սյուների եւ պլատֆորմի արդյունքում։ Իսկ ինչ է պլատֆորմը։ Պլատֆորմը մեզ մոտ ռազմավարական մտածողությունն է, այսինքն երկարաժամկետ նպատակներ դնել եւ դրան հասնելու հատկությունը եւ այդ մտածողությունը, որը ձևավորվում է տարբեր գործոններից ելնելով, բայց ինչպես արդեն նշեցի, այդ ինքնաճանաչումը շատ կարեւոր է։ Օրինակ մեզ մոտ մենք ունենք մեր դասընթացների մեջ շատ ուժեղ մի հատ հատված, որ մեր սիրելի փորձագետներից Լարա Չոլակյանը ներկայացնում, թե տրավմաները, տարբեր տեսակի կոլեկտիվ տրավմաները, մասնավորապես ցեղասպանությունը, պատերազմները եւ այլն, ինչպես են ազդել մեր գիտակցության վրա եւ ինչպես են սերնդեսերունդ փոխանցվել եւ ինչպես է դա եկել ու ազդում պատասխանատվության ընկալման վրա։ Եվ ես մի ուրիշ բան էլ ասեմ։ Մեր նաև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի բիզնես միջավայրի ու ընդհանրապես կազմակերպությունների կառավարման գլխավոր խնդիրը այս ռազմավարական երկարաժամկետ նպատակների եւ ընդհանրապես ռազմավարության բացակայությունն է։ Ինչու՞, որովհետեւ տարիներ շարունակ, դարեր շարունակ մենք ապրել ենք այսպես հաջորդ օրվա ապրուստը վաստակելու եւ գոյատևման պայքարի մեջ, որը աստիճանաբար անցել է մեր մտածողության մեջ, ընդ որում երբ որ ասում եմ մեր մտածողության մեջ, ես օրինակ չեմ հավատում գենետիկ փոխանցմանը, բայց ես հավատում եմ հետեւյալ տրամաբանությանը, որ երբ որ ես այդպես եմ մտածում, այսինքն ես կարճ եմ մտածում, որովհետեւ ես անընդհատ գոյատևման պայքարի մեջ, մենք հիմա էլ ենք, չէ՞, գոյատևման պայքարի մեջ այս իրավիճակում։ Այդպես եթե մտածում է ծնողը այդպես էլ դաստիարակում է, դասատուն այդպես էլ մտածում, այդպես էլ դաստիարակում է, ու այս սոցիալական process-ի ընթացքում գալիս է հասնում է մինչև բիզնեսներ, մինչև բոլոր համակարգի բոլոր բջիջներ, որ մարդիկ կառավարում են կարճ նպատակներով։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Երբ որ դու ունես ռազմավարություն, երբ որ դու ունես հստակ առաքելություն եւ երկարաժամկետ նպատակ, որին ձգտում ես ու հասնում ես, պարզվում է, որ շատ հատկություններ, որոնք որ թվացial ինքնուրույն հատկություններ են, դրանք են ձևավորվում են երկարաժամկետ նպատակի արդյունքում։ Օրինակ, հաստատակամության հատկությունը, երբ որ դու ձախողվում ես, թե ինչքանով ես դու պատրաստ անընդհատ կրկնես, որպեսզի հասնես այդ նպատակին։ Թվում է թե առանձին հոգեբանական սա դետալ է, բայց երբ որ դու ունես 5 տարվա մեծ նպատակ, դու դառնում ես ավելի հաստատակամ, ավելի համառ, ավելի պատասխանատու։ Կարճ ասած, երկու սյուները ինքնաճանաչում, շարունակական կատարելագործման ապրելակերպ եւ ռազմավարական մտածողություն ձևավորում են ամպի մեջ տարբեր հատկություններ եւ դրական են ասում այդ հատկությունների վրա, այդ թվում պատասխանատվության գիտակցության վրա։ Հոգեբանություն, այո, ռազմավարություն եւ անընդհատ կրթվել, շարունակաբար կատարելագործվել։ Շատ լավ։ Այս իմ սուբյեկտիվ կարծիքով ամենահետաքրքիր զրույցներից մեկն էր։ Դե դեպքում շատ շնորհակալ հայտնենք Ռուբենին, երևի հարցնենք։ Միջավայրը ստեղծել եք, որպեսզի կարողանանք հետաքրքիր զրույց ունենալ, շատ շնորհակալություն։ Երևի մի հատ էլ վերջի հարցամ քո մոտիվացիայի ինչ ես պատկերացնում, քեզ կրթության մեջ ես տեսնում, թե կարաս բանով զբաղվես։ Ես Արաջան հիմա էլ համարում եմ, որ կրթության միայն կրթության մեջ չեմ, որովհետև Մատենան ոնց որ զրույցի սկզբում ասացի, ավելի լայն նպատակ ունի, եթե նույնիսկ ընթերցեք մեր առաքելության մեջ գրված է, այո, կրթական կոմպոնենտ կա, բայց որpեսզի մենք կարողանանք փոփոխություններ եւ առաջընթաց բերել տարբեր համակարգերում, ես կարծում եմ, որ եթե կարողանանք մենք իրացնենք այն առաքելությունը, ինչին որ մենք հետևում ենք, մենք 5 տարի, 10 տարի հետո ունենալու ենք էապես տրանսֆորմացված համակարգեր Հայաստանի Հանրապետություն, ինչը նպաստելու է տնտեսության զարգացմանը։ Եվ այո, այս պահին ես տեսնում եմ հենց այս ոլորտում ինձ, ու ես զգում եմ, որ այստեղ կարող եմ ունենալ մեծ ազդեցություն։ Եվ ես շատ եմ սիրում մեր համայնքը, որին դու շատ լավ ճանաչում ես, Արաջան, առաջնորդներ տարբեր բնակավարներից, որոնց միացրել են արժեքները, գաղափարները եւ նաեւ մասնագիտական կարողությունները, եւ ես հավատում եմ, որ այս համայնքը շատ հզոր է, որպեսզի Հայաստանում բերի հսկայական փոփոխություններ։ Այդ համայնքը նկատի ունես նաև շրջանավարտների ակումբը, թե ավելի լայն։ Շրջանավարտների ակումբ ավելի լայն, այսինքն մեր գործընկերներ, փորձագետներ, միջազգային, տեղական, որոնց համար դպրոցը այս պահին համենայն դեպս ձգողականության կենտրոնն է եւ իրենք հավատում են, վստահում են ու
ամենակարևորը, ինչպես ես ասում եմ, իրենք սիրում են միմյանց։ Դեռ չեն նորարարություններ ունեք, այսինքն շրջանավարտների ակումբ տարածված է արևմուտքում, մեր մոտ պետական համալսարանում նոր անցած տարի ինչ-որ քայլեր սկսեցին անել, բայց դա ավելի շատ հելավոր ձևն է։ Դե որտեվ մենք Իսպանիան նաև ունենք շրջանավարտների ակումբի հրաշալի նախագահ, որը եղել է նաև ձեր հյուրը, Դավիթ Դաբովյանը, Art Group-ի հիմնադիր, եւ ես օգտվելով առիթից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել թե նախագահին եւ թե շրջանավարտների ակումբի խորհրդի անդամներին, ընդհանուր առմամբ խորհրդի 11 անդամներ են, որոնք որ կյանք եւ շունչ են հաղորդում մեր շրջանավարտների ընդհանուր համակեցությանը եւ ես կարծում եմ, որ նրանց այդ ընդհանուր գաղափարներն են, որ տանելու են դեպի մեծ արդյունք։ Շատ լավ, շնորհակալություն համար ինչ-որ անում եք։ Շատ շնորհակալ ենք։ Էլի հանդիսատեսներ, եթե հավանում եք ինչ եք անում մենք, բաժանորդագրվեք, լայքեք մեր ալիքին եւ կհանդիպենք նոր հաղորդումներով։ Շնորհակալություն։